Իրանական սերուցքը կրկին մտել է հայկական շուկա ու դարձել կաթնամթերքի հիմք, կարագից մինչև պաղպաղակ, բայց ըստ մասնագետների տեղական արտադրության պիտակով։ Իրանից Հայաստան ներմուծվող սերուցքի յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր փորձաքննության է անցնում, անդրադառնալով լուրերին, թե Իրանից Հայաստան է ներկրվում անհայտ ծագման վտանգավոր սերուցք, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը պնդում է, առանց հավաստագրի ապրանք Հայաստան մուտք չի գործում։ Սահմանային վերահսկողության ժամանակ տեսուչների կողմից թղթային եւ ֆիզիկապես զննում է իրականացվում, այսինքն տեսնում են, վերցնում են նմուշառում եւ միջև այդ ապրանքը, որ ներմուծվում է Հայաստանը, չունենա EIS-ի սերտիֆիկատ, մենք այդ ապրանքը ուղղակիորեն թույլ չենք տալու մտնի երկիր։ Ռուսական կողմի հետ ըստ Պետրոսյանի այս հարցի շուրջ քննարկում եղել է։ Իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի Ռուսաստանի Դաշնություն ներմուծման արգելքը չի առնչվում իրանական սերուցքի որակին։ Խնդիրը բոլորովին այլ է։ Իրանական հումքով իրանական ծագման կաթնամթերք Ռուսաստանի Դաշնությունում վաճառվում է եւ ռուսական կողմը ցանկանում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերք ունենալ, բացառապես հայկական հումքով։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խոսքով այն ստուգվում է ինչպես փաստաթղթային, այնպես էլ լաբորատոր փորձաքննությամբ։ Եթե տվյալ կաթնային սերուցքը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված բոլոր նորմերին, ներմուծվում է եւ իրացվում է։ Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ներմուծումը արգելվում է։ Ռուսական կողմը գնացել է Իրան, իր մոնիտորինգը արել է, ինչ որ արտադրողների արտադրանք համարել է, որ իր համար ռիսկային չի թողել, ինչ որ արտադրողների արտադրանք համարել է, որ ռիսկային չի թողել։ Մեր վերահսկողությունը նման մեխանիզմներ չունի։ Մենք ինչ ենք ասում ենք ապրանքը գնացեք բերեք, որպես պետություն չենք ներգրավում այդ գործին։ Դա կլինի Իրանից, դա կլինի յուրաքանչյուր այլ երկրից, եթե մեր մոտ սահման չի։ Կգաք սահմանում կամ փաստաթղթերի հիման վրա, կամ լաբորատոր փորձարկումների հիման վրա, ինչ որ ապրանքի հետ կապված կորոշենք, կամ մի անգամ լաբորատոր կտանք, մյուս անգամ արդեն լաբորատոր չենք տա։ Պետրոսյանը հայտնեց, որ 2023 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 3100 տոննա սերուցք, 2024 թվականին 376 տոննա, իսկ 2025 թվականին 925 տոննա։ Այն տնտեսվարողները, ովքեր 2 տարի առաջ էլ նման խնդիր ունեցել են, արդյոք էլի նման խնդրի առաջ չեն կանգնի։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից չեն պարզաբանում, բայց չեն էլ բացառում, որ տնտեսվարողները ոչ հայկական հումք օգտագործելու պատճառով ստիպված պետք է ապրանքը հետ կանչեն, պահեն սառնարանում իրացնելու հույսով միլիոնների վնասը գլխներին կախված։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։